Քանի անգամ եք զգացել, որ փողը կարծես ձեր մատներից փախչում է ավազի պես, ձեր դրամապանակը բացելու եւ դա գիտակցելու զգացողություն, անկախ նրանից, թե որքան եք ստանում, ամեն ինչ անհետանում է առանց հետքի, ամենավատն այն է, որ մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չի նկատում, թե ինչպես է դա տեղի ունենում, նրանք դա նորմալ են համարում, ասում են. Դա նման է, կամ կյանքը դժվար է, բայց ես ասում եմ ձեզ. Իմ անունը Դավիթ է, ես հրեա եմ եւ հնարավորություն ունեցա պահպանել կյանքը իր բոլոր նրբություններով, ես տեսա, որ մարդիկ ամեն ինչ կորցնում են մեկ սխալի համար, ես նայում էի, որ փողը անհետանում է ծխի պես, եւ միևնույն ժամանակ ես հետևում էի ուրիշներին, որ կառուցեցին իրական ֆինանսական ազատություն, այսօր ես ուզում եմ կիսել այս գիտելիքները ձեզ հետ, բայց նախազգուշացումով. Դա կարող է անհարմար լինել, միգուցե ձեզ կասկածի տակ դնեք այն ամենը, ինչ միշտ նորմալ եք համարում։ Թույլ տվեք հարց տալ։ Երբևէ տպավորություն եք ունեցել, որ փողը ներս է մտնում եւ այնքան արագ դուրս է գալիս, որ թվում է, որ անտեսանելի ուժով է ծծվում, ինչ եք կարծում, բավականաչափ վաստակ եք, բայց ամսվա վերջում միշտ կա ինչ-որ բան, պատահական չէ, դա համակարգի սխալ է։ Եվ գրեթե բոլորն են դա անում, լավ լուրը, այն ունի լուծում եւ ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես շտկել այն։ Ես հիշում եմ իմ առաջին մեծ շահը, ժամանակին ես մտածեցի. Ես հիմա հարուստ եմ, հիմա ես կարող եմ ապրել այնպես, ինչպես միշտ երազում էի, ես ավելորդ բաներ եմ գնել, գնացի երեկույթներ, որոնք ինձ հետ չեն բերել ոչ երջանկություն, ոչ էլ ապագա օգուտ, 2 ամիս անց իմ դրամապանակը դատարկ էր, եւ կրծքավանդակի մեջ մնացել էր միայն անվավեր, գիտեք այս սենսացիան, դա այն դեպքում, երբ գիտակցում ես, որ ձեր ջանքերն ապարդյուն էին, որ ձեր աշխատանքը որևէ արդյունք չի առաջացրել։ Բայց դա այն դեպքում, երբ ամեն ինչ փոխվեց, քանի որ ես հայտնաբերեցի պարզ, բայց փոխակերպող սկզբունք, սրանք բարդ տնտեսության բանաձևեր կամ գաղտնի ներդրումային հնարքներ չեն, խոսքը հասկանալու մասին է, թե ինչպես է փողը աշխատում եւ ինչու է այն անհետանում։ Եթե դուք պատրաստ եք ուշադիր լսել, ես խոստանում եմ, որ ի վերջո դուք կիմանաք, թե ինչպես դադարեցնել ձեր ծախսերը եւ վերահսկել ձեր ֆինանսները, որպեսզի նրանք աշխատեն ձեր օգտին։ Ես սա ամեն օր տեսնում եմ։ Մարդիկ, ովքեր ինձ հիասթափված են, ասում են. Ես ջանք, քրտնաջան աշխատում եմ, ես հարցնում եմ. Եվ որտեղ է նա ծախսում, գիտեք որն է ամենատարածված պատասխանը, ես չգիտեմ, պարզապես անհետանում եմ, սա գաղտնիքն է, փողը միայնակ չի վերանում, նա գնում է այնտեղ, որտեղ նա չի գնահատվում, եթե դուք չեք վերահսկում այն, եթե չգիտեք, թե որտեղ է այն հոսում, այն երբեք իսկապես ազատ չի լինի։ Հիմա ես ուզում եմ, որ դուք ազնիվ արտացոլեք։ Պատրաստ եք դադարեցնել փողը կորցնելը, պատրաստ եք պատասխանատվություն ստանձնել ձեր ֆինանսների համար, եթե պատասխանը այո է, շարունակեք ինձ հետ, որովհետև ես գերազանցում եմ մակերեսային խորհուրդներից, ես կկիսվեմ իրական պատմություններ, կոնկրետ օրինակներ այն մասին, թե որքանով հասարակ մարդիկ համեստ ժանյակ են դարձել ամուր հարստության մեջ, ես ցույց կտամ, թե ինչպես կարող է մեկ սովորությունը փոխել ամեն ինչ, ձեր գումարը սկսում է աշխատել ձեզ համար։ Բայց զգուշացեք։ Այս բովանդակությունը բոլորի համար չէ, եթե ցանկանում եք անցկացնել առանց հայեցողությամբ կամ կարծում եք, որ ֆինանսական ազատությունը կինոնկար է, կարող եք այստեղ կանգ առնել, այնուամենայնիվ, եթե ուզում եք փոխել ձեր կյանքը, եթե հոգնել եք վախից փնտրել բանկային հաշվին եւ ցանկանում եք տեսնել ձեր փողերը, ապա մնացեք, հաջորդը սխալների, ընկնումների եւ հաղթանակների տարիների արդյունք է, ես երաշխավորում եմ, որ ի վերջո դուք կհասկանաք, որ փող կորցնելը խնդիր չէ, թե որքան եք վաստակում, բայց ինչպես է այն կառավարում, այո, դա պահանջում է կարգապահություն, այո, դա պահանջում է հասկանալ, բայց հավատացեք ինձ։ Արդյունքն արժե բոլոր ջանքերը։ Պատկերացրեք մի կյանք, որտեղ դուք կախված չեք իմպուլսիվ ծախսերից, որտեղ յուրաքանչյուր իրական աշխատանք է կատարում ձեր օգտին, ոչ թե ձեր դեմ, դա հնարավոր է, եւ ես ցույց կտամ ճանապարհը, այսպիսով բնակվեք, հեռացեք, քանի որ պատմությունը, որը ես կասեմ, կարող եք ընդմիշտ փոխել ձեր հարաբերությունները փողի հետ, պատրաստ է, գերազանց սկսենք։ Մենք հասանք հարցի հիմքում։ Ինչու ենք կորցրել փողը։ Եվ ինչպես հակադարձել այն, ես ուղիղ կլինեմ, կոպիտ, որովհետև միայն դրանից հետո փոփոխությունը տեղի է ունենում, երբ նա փոքր էր, նա կարծում էր, որ լուծումը պարզ էր։ Ավելի շատ շահեք եւ ամեն ինչ կլուծվի։ Ես աշխատել եմ օրական 12 ժամ, երբեմն առանց մաքսազերծման, բայց փողը չի տևել, ուստի ես հարցրեցի ինձ. Ինչու կարող են որոշ մարդիկ պահել, մինչդեռ ես միայն տեսնում եմ իմ աշխատավարձը գոլորշիանում։ Պատասխանը միանգամից չհաջողվեց, բայց երբ հասավ, այն հեղափոխեց ֆինանսների տեսլականը, գաղտնիքը պարզ է, ով է հարստացնում փողը չի ծախսում, ուշադրություն է դարձնում, յուրաքանչյուր իրական զինվոր է իր ֆինանսական անկախության համար պայքարում։
Եթե դուք գիտակցաբար կառավարեք ձեր ֆինանսները, փողը գնում է այն, ինչը արժեք չի ավելացնում։ Այդ ամենօրյա սուրճը, ավելորդ հարմարանքները, փոքր շքեղությունները, բայց վերջում միայն նրանց բյուջեն։ Հիշում եմ մի դրվագ, որը ինձ սովորեցրեց այս դասը, 25-ին ես ստացա իմ առաջին հիմնական վճարումը, ես գնեցի թանկարժեք բջջային հեռախոս, նոր կոստյում, ընկերների հետ դուրս եկա ընթրիքի և 1 ամսվա ընթացքում իմ հաշիվը գրեթե զրոյական էր։ Ես ինքս ինձ հարցրեցի. որտեղ էր այդ ամենը, այդ ժամանակ ես սկսեցի յուրաքանչյուր ծախս գրել, վերլուծել յուրաքանչյուր կոպեկ, և ինչ ես պարզեցի, շատ ծախսերը ոչ միայն անհետանում են։ Նրանք բազմապատկում են, այստեղ մի փոքր խենթություն, այնտեղ 300 մի սուրճ, տանը ճաշ պատրաստելու փոխարեն, տաքսի մրցավազք, որը անվնաս է թվում, 1 ամսվա ընթացքում հազարավոր է, 1 տարվա ընթացքում տասնյակ հազարավորներ։ 10 տարում 100 հազարավոր մարդիկ, որոնք կարող են ներդրվել գիտելիքների, բիզնեսի, դիմումների մեջ ոչ թե դյուրինության կեղծ զգացողություն։ Ահա, բանալին։ Փողը սիրում է առօրյան, նրանք, ովքեր սովորում են տիրել, ունեն համակարգ, անհրաժեշտ չէ բարդ լինել, և ոչ էլ դա պետք է լինի բախտ, պարզապես եղեք հետևողական։ Ես կկիսվեմ 3 սկզբունք, որոնք փոխեցին իմ կյանքը և իմ շրջապատի շատ մարդկանց։ Նախ գրանցեք ամեն ինչ, գրեք յուրաքանչյուր մուտք և գումարի ելք, այո, դա ձանձրալի է, այո, դա պահանջում է կարգապահություն, բայց դուք կզարմանաք տեսնելով, թե որտեղ են գնում ձեր փողերը, այս գրառումները բացահայտում են իրենց թույլ կողմերը։ Արտահոսքերը, այն սովորությունները, որոնք նրան բանտապահ են պահում իրենց ֆինանսների մեջ, ես տարիներ շարունակ դա եմ անում, և դա իմ ամենահզոր կառավարման գործիքն է։ Երկրորդ, ներդրումներ կատարեք, դրամապանակում կամ հաշիվը կորցնում է գումարը, նույնիսկ եթե դա փոքր քանակություն է, նա պետք է հանձնվի, դա կարող է լինել խնայողություններ, գործողություններ, իր սեփական կամ նույնիսկ կրթության բիզնես, ամեն ինչ, ինչը մեծացնում է այս արժեքը։ Իմ առաջին ներդրումը համեստ էր, ընդամենը 10,000 ռայս, բայց 1 տարվա ընթացքում նա ինձ տվեց պարզությունը, թե ինչպես փողը կարող է աշխատել ձեզ համար։ Երրորդ, ծախսել հետախուզության հետ, մի զրկեք ամեն ինչ տնտեսության անունից, բայց նաև մի վատնեք, ներդրումներ կատարեք ձեր մեջ։ Առողջություն ուսուցում բաներ, որոնք կվերադառնան 1, 5 կամ 10 տարի։ Ես տեսել եմ մարդկանց, ովքեր խնայում են սնունդը, այնուհետև բախտներ են ծախսում այն բուժումներից, որոնք հնարավոր էր խուսափել։ Նախատեսեք ձեր ծախսերը որպես երկարատև ռազմավարություն։ Թույլ տվեք պատմել մեկ այլ իրական դեպք, իմ ընկեր։ Եկեք զանգենք ձեզ։ Միխայել, ով լավ է վաստակել, բայց բողոքում էր, որ փողը անհետացել է, մենք միասին նստեցինք և պարզ բան արեցինք։ Մենք թվարկեցինք ամսվա ձեր բոլոր ծախսերը, և կռահեք, թե ինչ ենք պարզում, նա վճարեց ստորագրություններ, որը նա չի օգտագործել, ամենօրյա սրճարաններ, որոնք ամսվա վերջում ավելացրեցին բախտը և նվերները, որոնք կարող են ավելի ռացիոնալ տրվել։ Նա կտրեց ավելորդ ծախսեր, սկսեց պահել իր վաստակած մասը, և 1 տարվա ընթացքում նրա ֆինանսական վիճակը արմատապես փոխվեց։ Եվ դա պարզապես չի աշխատում նրանց համար, ովքեր արդեն շատ փող ունեն, այն աշխատում է բոլորի համար։ Ես տեսա, որ ամսական 30-ից 40 հազար եկամուտ ունեցող մարդիկ, ովքեր 5 տարվա ընթացքում հասել են ֆինանսական անկախության, ոչ թե հրաշքով, այլ այն պատճառով, որ նրանք սովորեցին գումար գնահատել և իրենց համար աշխատել։ Ահա այն, ինչ ձեզ հարկավոր է արձանագրել։ Փողը գործիք է, նա պետք է ծառայի ձեզ, ոչ թե գոլորշիացեք առանց հետքի, դադարեք կորցնել այն սովորություններում, որոնք արդյունք չեն տալիս, սովորեք վերահսկել, լինել համակարգ։ Էգո և ներդրումներ կատարել, սկսեք փոքր, բայց սկսեք այսօր, սպասման ամեն օր փող է, որը դուք այլևս չեք տեսնի։ Հասկացեք մի բան։ Հարստությունը զրոյի քանակը չէ հաշվին, այլ ձեր ունեցածը կառավարելու ունակությունը։ Եթե դուք տիրապետում եք այս 3 սկզբունքներին, դուք կդադարեցնեք փող կորցնել, արդյունքները արագ կգան։ Ամսվա վերջին գրպանը դատարկ չի լինի, ներդրումների հնարավորությունները կստեղծվեն, և աստիճանաբար կկառուցեք ֆինանսական ազատություն։ Ամենակարևորը, դուք կստանաք վերահսկողություն, դուք այլևս չեք վախենա ամսվա վերջից, դուք չեք ապրելու աշխատավարձի սահմաններում, և այս անվտանգությունը ձեր ֆինանսների այս ուժը ամենամեծ կապիտալը, որն առկա է։ Այսպիսով, եթե պատրաստ եք գործել, գրեք ձեր ծախսերը, վերլուծեք դրանք, ներդրեք և ծախսեք հետախուզության հետ, այնպես որ փողը կաշխատի ձեզ համար, ոչ թե ձեր դեմ։ Հիմա եկեք փակենք այն, ինչ իրականում կարևոր է։ Մենք քննարկում ենք, թե ինչու են մարդկանց մեծ մասը կորցնում փողը, ինչու լավ եկամուտը չի երաշխավորում կայունությունը, և որ սովորույթներն են պահում մարդկանց մեջ ընկած մարդկանց։ Բայց մենք տեսանք նաև այն սկզբունքները, որոնք վերափոխում են իրողությունները։ Վերահսկիչ, ներդրումներ և գիտակցված սպառում։ Պահեք 3-10։
1. Գրանցեք յուրաքանչյուր ծախս, նույնիսկ եթե այն քիչ է հաղթում, իմանալով, թե որտեղ է ձեր փողը կլինի մարտի կեսը։ 2. Դարձրեք փողի աշխատանքը, նույնիսկ փոքր գումարներ, որոնք ներդնում են իմաստությամբ, ժամանակի ընթացքում աճում են։ 3. Ծախսել նպատակներով, մի զրկեք ձեզ ամեն ինչից, բայց վերացրեք թափոնները, հավասարակշռությունը բանալին է։ Ես դա տեսա իմ կյանքում, ընկերների և հաճախորդների մեջ, ով կիրառում է այս սկզբունքները փոխում են մակարդակը, թող զրոյական հավասարակշռության վախը վախենում է, պատանդ զգալ հաշիվներին, գոյություն ունի փող տեսնել որպես դաշնակից, ոչ թե թշնամի։ Եվ մի վերջին բան։ Մի սպասեք կատարյալ պահին, սկսեք այսօր, գրեք շաբաթվա ծախսերը, կտրեք ավելորդ ծախսը, ներդրեք $50 կամ 100, այսօրվա փոքր քայլերն այսօր մեծ արդյունքներ են, լավագույն ֆինանսական որոշումները ծնվել են սովորություններից, ոչ թե հաջողություն։ Եթե այս բովանդակությունը ձեզ իմաստ ունի, բաժանորդագրվեք ալիքին, այստեղ ես կիսում եմ միայն այն, ինչ ես փորձարկեցի գործնականում, որն իրականում օգնում է մարդկանց կառուցել ֆինանսական ազատություն, բիզնես և կայուն ապագա։ Գրանցումը ձեր հաջորդ խորհուրդները չկորցնելու ձեր գրավականն է, որը կարող է վերափոխել ձեր հարաբերությունները փողի հետ։ Հիշեք, գումարը հավանում է ուշադրությունը, համակարգը և կարգապահությունը, տվեք նրան և նա կաշխատի ձեզ համար, սկսեք հիմա, 1 ամսվա ընթացքում, 1 տարի, դուք կանդրադառնաք և շնորհակալություն հայտնեք այս ընտրության համար։ Ֆինանսները հաջողություն չեն։ Դրանք հետևանք են, դադարեցրեք փող կորցնելը, սկսեք կառավարել այն և ձեր կյանքը կփոխվի, պատրաստ եք, հետո գործողություն, մենք իրար տեսնում ենք հաջորդ տեսանյութերում։ Տղամարդ,